Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանցքային հանդիպումը, որի նպատակն էր երկու գերտերությունների միջև գործընկերային հարաբերությունների նոր ձևաչափի հաստատումը։ Սի Ցզինփինը ընդգծել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է խուսափեն Ֆուկիդիդեսի թակարդից և մրցակցության փոխարեն ձգտեն ընդհանուր բարօրության ու համաշխարհային կայունության։ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բիզնես վարել բացառապես փոխադարձության հիմունքներով։ Բանակցությունների մեկնարկին ուշադրության կենտրոնում է հայտնվել առաջնորդների 14 վայրկյան տևած ձեռքսեղմումը, որի ընթացքում Սի Ցզինփինը հավասարեցրել է ձեռքերի դիրքը, թույլ չտալով Թրամփին խլել նախաձեռնությունը։ Ավելի քան 2 ժամ տևած քննարկումները Թրամփը որակել է որպես գերազանց, անդրադառնալով ինչպես առևտրային, այնպես էլ երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության հարցերին։